Ինչ փոփոխությունների է ենթարկում մարդու դեմքը 60-ից հետո տարիքի հետ։ Մենք գիտենք, որ տարիքի հետ մեր օրգանիզմը ջրազրկվում է եւ մեր մկանները սկսում են թուլանալ։ Այդ երկու տարբեր, այսպես ասած, երևույթները դեմքի վրա իրենց հետքն են թողնում, հետևաբար փորձում ենք այդ բացը լրացնել։ Նախ խոսենք ջրազրկումի մասին, դա շատ ակնհայտ է դեմքի վրա երևում։ Փորձում ենք մասնակիցներին, ովքեր զբաղվում են դեմքի յոգայով, նախ եւ առաջ բացատրել ինչ պետք է անել, խոսքը վերաբերում է սննդի եւ չափավոր ջուր օգտագործելու հետ, ապա նաեւ նախատեսում ենք այդ վարժությունների կոմպլեքսը, որ իր մեջ ներառում է եւ մերսում եւ մկանների լարում թուլացումներ եւ շնչառական վարժություններ եւ փորձում ենք այդ կոմպլեքսը իրենց մատուցել, որ փոփոխությունները գնալով այսպես ասած ակնհայտ չլինեն, այլ մի քիչ գոնե քիչ լինեն։ Եթե չեմ սխալվում, այս տարի դուք վերապատրաստվեցիք հենց դեմքի յոգայի հետ կապված սրա մասով, որ երկրում եւ ինչ փորձառություն ունեցաք, ինչ տեսաք։ Ինձ ավելի շատ հետաքրքրում էր ասիական երկրների կուլտուրան, այդ մերսումների եւ այդ խնամքի հետ կապված իրենց մոտեցումը, ինչու որովհետեւ իրենց մոտեցումը ավելի բնական է, ի տարբերություն մեր մոտ տարածված տենդենսին, որտեղ վերջերս շատ նկատելի է տենդենսը, որ մարդիկ ավելի շատ ուզում են քիմիական արհեստական միջամտությամբ արագ լուծեն իրենց հարցերը, դա հասկանալի է, բռնելի է, որովհետև ներկայիս մարդը համբերություն չունի, այս վերջերս իմ խմբից մի աղջիկ, երբ սկսեցինք վարժությունները անել, իրեն նախապես թվում էր, թե դա շատ հեշտ էր, հետո կես ժամ հետո ինքը անկեղծ ինձ ասեց, վայ Լենա ջան, նենց հոգնեցի, ավելի լավ է ես գնամ մի հատ միջամտություն անեմ, մի 5 տարի սենց դեմքս խնամված մնա, քան ամեն օր այսքան բան անեմ։ Ու մարդը շատ անկեղծ ասեց, էլի, ես իրեն էլ հասկացա, որ դա համբերատարների համար է, ժամանակատար է, իսկ ասիական մոտեցում, այո, իրենք ընդունում են, որ դա ժամանակատար է եւ հնարավորինս բնական խնամք են առաջարկում։ Այնտեղ ես մասնակցեցի Բալիում, այդպես Ինդոնեզիայի կղզում, այնտեղ շատ տարածված դեմքի այսպես ասած մասաժների կուրսի, որ ժամանակ իմ համար այդ բնական միջոցների մի հատ նոր սենց աշխարհ բացվեց, սկսած են ամենաէլեմենտար դիմակներից, որոնք մենք տանը ունենք, բոլորը գիտեն դրա մասին, են վարունգի էլ չմանանամ, հա, սկսած։ Չէ, բայց կասեք, անպայման, հատկապես պարզ հեշտ կիրառվողները կարելի է ասել, որպեսզի մարդիկ մեր տատիկները, մայրիկները, սկեսուրներն օգտագործեն։ Նայեք, այնտեղ երբ որ ես ինքս իմ մաշկի վրա փորձելու համար հաճախում էի, կուրս էի վերցրել դեմքի խնամքի, հետաքրքիր է, որ իրենք օգտագործում էին լրիվ բնական միջոցներ, սկսած վարունգի թուրմից, ավարտած կակաոյի յուղով մերսումներ, հաշվի առնելով իհարկե մաշկի որակը, առանձնահատկությունները եւ այլն, դա դեմքի մաշկի խնամքի հետ էր կապված։ Իսկ մկանների համար զուտ դեմքի յոգայի վարժությունների էի գնում, պետք է հասկանալ, որ այստեղ մի պահ կա, որ այդ խնամքը, մերսումները եւ վարժությունները պետք է գրագետ իրար մոտեցնել, այլապես այդտեղ էլ ամեն ինչ կարող է խառնվել իրար, ոնց որ չափ պետք է իմանալ, էլի, եւ սկսվեց նրանից, որ այդ մերսումների մասը, դրանք կարելի հասկացա ես, որ կարելի անել շաբաթը մեկ անգամ հաշվի առնելով ձեր մաշկի առանձնահատկությունները, օրինակ, չգիտեմ, դիմակներ դնել եւ այլը, իսկ այ վարժությունները կարելի անել ամեն օր 15, ինչպես նշեցի, 20 րոպե։ Այդպես, ինչ վերաբերում է ինչով են նրանք տարբեր սեփական խնամ, անձի խնամքի, դեմքի խնամքի, իրենց սիրելու մոտեցումները կարծես է տարբեր է, բացի այն, որ մենք անհամբեր ենք։ Հա, բացի այնց, որ մենք անհամբեր ենք, մենք մեր ուժերի վրա շատ վստահ չենք, մենք անդադ ուզում ենք ինչ-որ մեկը դա մեր համար անի, հա, այսինքն ես շատ եմ լսել, որ մեր կանայք ասում են, վայ, մեկը լիներ գլուխս մասաժ աներ, կամ չգիտեմ, պարանոցս մասաժ աներ, բան, իհարկե դա շատ լավ է, որ այդպեսի շանս լինի, ինչ-որ ապավինեն, իսկ այնտեղ հետաքրքիր, որ այդ ինքնա տրեյնինգներն էր ավելի ընդունված, այսինքն
ինքնախնամքը ինքը իրենով է փորձում իր հարցերը լուծել, քան անդադ ապավինել ինչ որ մեկի օգնությանը, որովհետև օրինակ գլխի մերսումները բան իրենք մեզ սովորեցրել են կոնկրետ կետերով, ինչպես սկսել ես գլխի սաղավարտից, գալ պարանոցով ավարտել եւ այլն, եւ այստեղ խոսքը գնում է նաեւ ինքդ քո վրա հույս դնելու մասին, որ դու քո մասին հոգ տանես, լինես համբերատար, շատ արագ չսպասես արդյունքին, որը մեր հայերին շատ բնորոշ է, եւ փորձես զբաղվել քեզնով, քո առողջությունով, այսպես ասեմ։ Հայ կանանց համար ամենացավոտ թեմաներից է կրկնակզակը, որը քաշի ավելացմանը զուգահեռ կարծես թե ի հայտ է գալիս, հնարավոր է դրա հետ կապված չի եւ պարանոցի հետևի մասում այդ բլրակը, այսպես ասած, որ էլի գուցե վզի կամ պարանոցի խնդիր է կամ գուցե աղերի կուտակում են ասում, սրանց համար ինչ կառաջարկեք։ Ասեմ, որ դա միայն հայկական, այսպես ասած, չի, բայց Հայաստանում ավելի ընդունված է, դա բացատրվում է նրանով, որ մենք երկար տարիներ, այսպես ասած, տարիների սպորտային փորձ չունենք, գուցե ամենք հիմա ավելի ակտիվ ենք դառել եւ սկսել ենք մեծնով մի քիչ շատ զբաղվել, բայց սպորտով զբաղվելը կամ մարմնով զբաղվելը դա պետք է լինի ոնց որ ինքնադաստիարակություն սկսած փոքր տարիքից մինչև կյանքի վերջ ոչ թե գա մի этап որ տեսնենք արդեն ամբողջ այստեղ նոր սկսենք զբաղվել ասած այն է որ դա շատ խորքային է այսպես ասած փոքրուց եթե մենք կարողանանք մեր կեցվածքին հետևել քաշ չավելացնել հա ասենք թե գնալ սպորտի ընդ որում շատ հետաքրքիր է որ սպորտը ինքը ինչքան էլ հանրային լինի պետք է անհատական վերաբերմունք ունենալ օրինակ ձեր նշած խնդիրը շատ օգնում է լողը Եթե մարդ կարողանա ասենք շաբաթը 2-3 անգամ գնա լողի եւ ճիշտ լողալ սովորի մարզիչի ուշադրությամբ, այսինքն այդ լողի ժամանակ պարանոցանդատ այսպես գլուխը չէ, դե նկատում եք, sense ջրի մեջ ենք տանում եւ բարձրացնում, այդ դեպքում շատ հնարավոր է որ այդ Ոչ թե շատ հնարավոր է, այլ գրեթե էլի 80-90%-ով այդ հարցը լուծվում է, սկսում է այդ խնդիրները վերանալ ժամանակի ընթացքում։ Յոգան նույնպես նպաստում է, face յոգան էլ է նպաստում, որտեղ face յոգան ինքը մյուս յոգայի շարունակությունն է, այնտեղ կան դիրքեր, օրինակ շատ հայտնի են բոլորը գրեթե ովքեր յոգայով են պարապում, գիտեն այդ երկու դիրքը, շուն նայող ներքև եւ շուն նայող վերև դիրքը, այդ երկու դիրքը ընդհանրապես իրենք իրենց ներառում են այնքան շատ մեծ փոփոխություններ օրգանիզմի համար, թե հարյան շրջանառության, թե նյութափոխանակության, որ նպաստում են, որ չձևավորվի այդ բլոկը։ Կոբրայի դիրքում էլ կարծես թե պարանոցը շատ ձգված է ու հնարավոր է որ դա էլ է նպաստում կրկնակզակի դեմ, որտեղ դա էլ մի առանձին խնդիր է։ Կրկնակզակը այո, դա նույնպես առանձին խնդիր է, դա ինչ է կատարվում, դեմքի մկանների տարիների ընթացքում իրենց տոնուսավորումը կորցնում են եւ այսպես մեր լեզվով ասած իջնում են, կախվում են։ Ձեր ասածից հասկանում եմ, որ դեմքի յոգան առանձին չեն ընկալում, այսինքն միայն դեմքի յոգայով զբաղվելը ցանկալի արդյունք չի բերի, եթե չլինի օրգանիզմի ընդհանուր պատրաստվածությունը, ֆիզիկական ակտիվությունը։ Շատ կարևոր է թե օրգանիզմի ընդհանուր պատրաստվածությունը, թե տվյալ անձի տրամադրվածությունը, որովհետև մարդիկ կան, որոնք ավելի նախատեսում են կարճ եւ արագ միջոցներ ձեռնարկել, որպեսզի մնան երիտասարդ,